չկա։ Ասեք, Էմա ջան, առաջինը դու էիր բողոքում երեք ամբողջ մի վլոգ բողոքեցիր, որ մռայլավ 10 օր անձրևա, ողջույն սիրելիներս։ Այսօր մեզ մոտ արև, պայծառ, լավ եղանակ։ Առավոտ աչքերս բացեցի ու չէի հավատում աչքերիս, զարմացա։ Ասում եմ, ես ճիշտ եմ տեսել, արև է այսօր։ Հենց արև է, որ արդեն աչքերս վառում է։ Մի խոսքով այսօր լավ եղանակ է, արև պայծառ, առավոտվանից վեր եմ կացել, արև էինք տեսել, լվացքը լվացքի հետևից եմ անում ու հիմա տանից դուրս ենք եկել, որովհետև գնում ենք հայկական խանութ, լավաշ էինք պատվիրել, այսօր պետքա վերցնենք։ Այս նոր տարվա ժամանակ պատվերով ա լինում։ Հիմա գնում ենք հայկական խանութ, հետո կտեսնենք մեր պլանները, ինչ կլինեն, առայժմ միայն հայկական խանութն է մեր պլանները։ Գնանք տեսնենք, տեսա ժողովուրդ Երևանում ձյուն էր եկել, Հայաստանում, բայց Երևանում էլ շատ սիրուներ, շատ լավներ, ուղղակի Երևանի ձյունը իմանալով, գիտեմ, որ մի օր, երկու օր հետո այդ ամբողջը ցեխա դառնալու։ Եթե մնա այդպես շատ գեղեցիկ է։ Դա այստեղ ձյուն չեկավ այդպես էլ, բայց մեզանից վերև 1 ժամ հեռավորության վրա մոտավորապես ձյուն էր եկել։ Իսկ այսօր արև, պայծառ, տաք, եղանակը 17, քան է եղել։ 15-16 աստիճան։ Ժամը մեզ մոտ, հա, որ քամի չկա տաքը, արևը լավ ջերմացնում է, հետո արդեն ժամը մեզ մոտ քանիսն է լինում, 4-ը։ Բնականաբար ավելի հիմա իջել է ջերմաստիճանը, որովհետև ցերեկը 17 աստիճան էր։ Մի խոսքով գնում ենք Բարսելոնա, գնում ենք հայկական խանութ, դուք էլ իհարկե մեզ հետ միասին։ Այս շատ էի գլուխ կողում ժողովուրդ, տեսեք, ամպը, ասում եմ, ամուսնուս ասում նա ինձ սիրուն է գակո ամպը, ասում է, մի շաբաթ էլ ես ամպն էինք տեսնա, միշտ է սիրուն, չէ, բայց իրոք, տեսեք, ոնց որ վերևը կախված լինի, շուտ սիրուն է։ Գրածել, որ անձրև չի գալու, եթե հավատանք, ամպու արև է լինելու, այդ դրան էլ ենք գող, էլ չենք ուսում անձրև, 10 օրից ավել անձրևն եկավ։ Բարսելոն, այսօր վերջին կիրակին է, բոլոր բացի մթերային խանութներից, բոլոր մոլերը, առևտրի կենտրոնները բաց են։ Հետո նոր նայում էի, Corte Inglés-ն էլ է բաց, Մակինիստան էլ է բաց, տեսնենք, եթե ոնց կստացվի մեր գործերը, կարող ենք մտնել։ Այդտեղ գնանք լավաշը, միայն իհարկե լավաշ երևի չենք գնի, սեղանի փոքր վարունգ թթու մարինադ, իմ սիրելի ամուսինը մեծ վարունգներ էր գնել, մեծ վարունգներ սիրելի կանայք, ասեք, որ այդքան մեծ վարունգները չենք դնում հիմա սեղան, ավելի սիրուն է, գեղեցիկ է, փոքր վարունգները։ Գնացինք ռուսական խանութ, չէ, ժողովուրդ ջան։ Ուկրաինական խանութ։ Ուկրաինական, ու գրածա ուկրաիներեն չենք հասկանում բնականաբար։ Բայց չափը տեսնում ես։
Չէ, աշխատողին դե դրա համար եմ պատմում։ Խնդրեցինք, ասեցինք, որը լավն է բեր։ Նա բերեց, ես էլ ամաչեցի արդեն հետ տամ։ Հա, տեսա որ մի քիչ բանա փոքր։ Դա կօգտագործեմ աղցանների համար։ Փոքր գեղեցիկ վարումներ կառնենք սեղանի համար։ Ողոքում եմ, բայց ունես չի որ մնացել է, վերջացել է։ Չէ, մի բակին կա։ Այդա։ Եկե տեսնենք ինչ կա, չկա։ Հայկական խանութ գնալով ու մենակ լավաշը առնելով չես պրծնի։ Հաստատ։ Այս փողոցը գնաց 5 տարի երևի սենց կմնա։ Այսա ձեզ է ցույց տամ։ Ամեն ինչը քանդած է։ Այս փողոցը սենց մեծ երկարությամբ մեծ երկար փողոց է։ Երևի Բարսելոնայի ամենաերկար փողոցն է։ Փողոցներից մեկն է։ Հիմա քանդել են, չգիտեմ ինչ են սարքում ու այսի սենց կշարունակվի երևի մի 5 տարի։ Հաստատ։ Եթե ոչ ավել։ Այստեղ շինարարությունը ժողովուրդ։ Պրոցեսը կատարեցի 3 տարում։ Հա, էդի լավագույններ, էդի շատ վերջացրեցին։ Քանդել են բոլոր տեղը միանգամից։ Չգիտեմ։ Հիշում եք մի ժամանակ Երևանում էր քանդած ամբողջը։ Հիմա դա բոլորը քանդած է, միանգամից քանդում են ու ոնց որ հակառակ լինեն։ Կգա զբոսաշրջիկային այդ պահը, զբոսաշրջիկների սեզոնը ու միանգամից կքանդեն։ Չգիտեմ։ Գոնե որ արագ վերջացնենք, ասես արագ է։ Խոսքով էսա։ Այսօր կիրակի է, կիրակի օրվա համեմատ, հա, նրանց կիրակի քիչ է լինում մեքենաները։ Շուտ հասանք։ Հիմա տեսնենք գնանք խանութ։ Անկեղծ ես չեմ հիշում ժամը քանիսին էի ասել։ Ամուսինս ասում է որ ուշանանք կարող է տան լավաշը ուրիշին, բայց դժվար թե։ Ասել եմ 3-ից 4-ից հետո։ Հաստատ։ Հետո։ Ասել հեծանվորդների ճանապարհն է։ Հետո օյ։ Հետո քանդում են, հա, որ ճանապարհ են կառուցում հեծանվորդների համար։ Իբր թե շատ լայն է փողոցները իրենց։ Հեծանվորդների համար էլ առանձին փողոց ճանապարհ են սարքում։ Մի քիչ տակ արես տեսեք մարդիկ արդեն։ Չէ՞ կանձրևին էլ էին մեր մոտ նստել։ Արդեն մարդիկ նստած են սրճարաններում, այսօր բաց արդեն սրճարանները։ Հետո Բարսելոնայի նեղ փողոցները։ Ասում է դուք հասակ։ Հիմա մեզ մնաց ամենակուլմինացիոն պահը։ Տեղ գտնել եմ։ Այո։ Այնքան վատ այս խանութի մոտ։ Ընդհանրապես տեղ չկա կամ։ Ընդհանրապես տեղ չկա, միշտ արագ անում ենք մեր գնումները, վախեցած կանգնում ենք։ Տեսնեմ կանաչ գիծը գոնե կլինի տեղ։ Չէ, դժվար։ Այսօր կիրակի է։ Հրաշք կլինի, որ հանգարց հանդիպի, բայց դա ամեն դեպքում ես չեմ սպասում։ Այո։ Մենք արդեն հասել ենք, մեր լավաշը վերցրել ենք։ Հիմա այստեղ տեսնենք ինչ կա։ Հա, սստոտակությունից մեր խանութը։ Գանք արի փոքր դրանից վերցնենք։ Ինչ սիրան այսի։ Չերի։ Դրանից վերցնենք։ Հա
Դա տեսնենք, եթե փոքր վարունգ կա, փոքր վարունգ վերցնենք։ Այս ձևը Տեսնես որն է լավ։ Կարող էս վերցնենք։ Ես սամը չափը մեծ է սրա, էլի մի քիչ ավելի հարմար է։ Նու դա մետի վերցնենք արի։ Ինչ շատ փոքր է դա։ Համաձայն։ Հիմա վարունգը, կակ, այստեղ կա ոնց էր վարունգ, բայց էլի մեծ է։ Ժողովուրդ ինչի փոքր վարունգ չկա։ Մեծ է։ Չէ, մեծ է։ Փոքր վարունգ ենք ուզում։ Ես եմ։ Չէ, մեծ է։ Այդ բանյա, մի հատ արի տեսնենք որտեղինն է։ Եթե որտեղինն է, այդ չգիտեմ լավն է, թե չէ։ Մեր հայկականը պես չկա։ Հայկական այսի, հայկական ֆիրմա է, բայց դու առել էիր ռոյալինը շատ լավն է, իրոք ժողովուրդ, էդի ռեկլամ չի, իրոք շատ լավն է ռոյալինը։ Բանյա կուլտուրա շատ է։ Էդի բանյա է։ Հա։ Բանյա է։ Չգիտեմ որն է լավը, դե դավիթ վերցնենք։ Այստեղ նոյան է հիմնականում, չէ ռոյալը։ Մի անգամ ոնց է շփոթվել։ Վերցրեցինք դրանից ուկրաինական խանութից։ Ես գիտեմ։ Հա, դու համեմատում էիր։ Արի են կոմի չկա փոքր վարունգ։ Այսպես բաներ պետք չէ լիմոնադ չենք վերցնելու։ Սոկ ենք առա, 7 ենք առա բնական։ Եթե կարելի ասել դա բնական է։ Երևի բան չունենք էլ առնելու, որտև առել ենք։ Չէ։ Ես ռուսական կոնֆետի բալեշիկ եմ։ Այս չկա նորմալ բան։ Անկեղծ ասած։ Պտիչի մոլակո կուզենայի, բայց չկա, ապսոս։ Սին մեր հյութերեյանի կոմպոտները։ Տեսեք, ռոյալի աճիկան կա, բայց ուրիշ բան չկա, ապսոս։ Իրոք համով այս ռոյալինը Հայաստանում էլ ենք կերել, շատ համով էր, արժեք 5.59։ Սիրելիներս դուրս եկանք խանութից, առանձնապես շատ բան չգնեցինք, չունենք է շատ բան առնելու, իրենք է չունեին շատ բան, փոքր վարունգն ասեցին վերջացել է, պաղպաղակ գնեցինք, լավաշը վերցրեցինք, հիմա չգիտենք որոշում ենք ուր գնանք, մենք որոշենք, ձեզ անպայման տեղյակ կպահենք։ Սիրելիներս, առանց ձեզ մի քանի գործունեինք արեցինք, մեզ մոտ ժամը 6-ն է, բայց արդեն բնականաբար 8 ընկել է։ Հիմա որոշեցինք գնանք Լուսիին վերցնենք ու գնանք ամանորյա տոնավաճառ։ Պորտվեյայում տոնավաճառ է լինում, կարուսել է լինում։ Մի խոսքով վերցնում ենք Լուսիին, դուք էլ մեզ հետ միասին գնում ենք ամանորյա տոնավաճառ։ Մենք արդեն Լուսիին վերցրել ենք ու գնում ենք, ուր ենք գնում։ Կարուսել։ Կարուսել ենք գնում, դե բարևի բոլորին Լուսի։ Բարև։ Ահա, բարևեց Լուսին բոլորիդ։ Գնում ենք կարուսել, ասա ձեզ էլ մեզ հետ տանում ենք։ Ձեզ էլ մեզ էլ ծանում Ինչ տանում ենք։ Գնացինք բոլորովս սիրելիներս։ Ստա
Շատ արդեն։ Մեզ նստելու ես կարուսելը։ Հա? Ասմա հա։ Նայ, գոռում են վերևից։ Լսում ես ձեներները։ Լսում ես։ Մենակով նստելու ես։ Հա? Ասմա։ Այն դիմացին էլ է սիրուն լուս։ Այ։ Ասեմ մոտիկ աստեմ դուք է տեսնեք։ Մենք արդեն տեղ ենք հասել, հիմա տեսնենք ինչ կա, չէ լուսի։ Ամեն ինչը սիրուն, ձևավորած է, լույսերով, շատ սիրուն է։ Այսի Բարսելոնայի կարելի ասել իմ ամենասիրած վայրն է, Պորտ Վեյան։ Հենա նավը շարժվեց։ Ինչ է սիրուն լույսերով ձևավորել են։ Լուսի, լուս, ձեռը վրա։ Գնացինք։ Կամիա մի քիչ, սառնություն կա։ A bordo encontrarán servicio de bar, donde podrán disfrutar de un cóctel o de un chocolate caliente. Տեսնեք, սա ինչ է, թե ուղակի։ Այս սիրուն է նավը։ Նավը ինչ է, նավը։ Para adquirir sus entradas, diríjanse ahora a la taquilla de las golondrinas. Հələ նայ օդն է։ Նայ լսի։ Այստեղ հուշանվերների տոնավաճառ չի։ Այստեղ կերակրատեսակների, կերակուրների ավելի շատ տոնավաճառը։ Հիմա այստեղ բոլորը նկարվում են։ Լույս կուզես նկարվես, չէ՞։ Հիմա նկարվելու համար հերթ է լինելու։ Նկարվես սիրուն։ Աստղի տակ։ Սմեր պապիկը լուսի։ Պապա նայելը։ Նայի։ Այ, նկարվում են, ուզում ես նկարվես, չէ, զարմանալի էր, հա, հես, այսի տոնավաճարն արդեն, մտանք, պաստորեն, սվում է, բայց սա բոլորը մեծական կարուսելներ են, 4 բոլորը միայն, այստեղ կուկուրուզա եգիպտացորենը, այստեղ շագանակա, կաշտան, 20 եվրո, նավետ բանգեր, տեսնենք կոն այստեղ կարող եմ մանկական լինի կարուսել, այստեղ եմ միսն օրովում, միսը? Մատերա խոզի երևի, Ջիլետոն։ ջլետոն, այնտեղ տեսնում ենք մանկական կարուսել, լուսի ատամո մի քիչ ցաված, հիմա ցավը անցնի, նստելու է, չէ լուս, ցավը անցնի, նստելու ես կյանք, այնքան ժողովուրդ կա, այնքան, այսօր է կիրակի է, ավելի շոտ են, նկարվես թե լուս, լավ գնում ենք ուրեմն, Ոյ, ոյ, գնացի։
Քաշ եմ վախում։ Շունիկն էլ նայում։ Լուսան չունի կես ուզում, նայ, այն չունի կես ուզում։ Հեն այս վիտակ շունիկին նայ, լավն է։ Ոյ աստված իմ։ Գնացինք։ Ոյ։ Սիրունա շատ հաճելի է տեղ, հաճելի տեղ։ Բրցա։ Կոլոմբոսի արձանը։ Դեպի Ամերիկան է ցույց տալիս։ Ժողովուրդ ջան, արդեն տուն վերադարձանք, ճիշտն ասած Լուսիի ատամը ցաված, կեսից հետ վերադարձանք տուն։ Երեխվատամը ցավում էր, դրա համար երկար չկարողացանք զբոսնել։ Չնայած որ շատ լավ տեղ էր, շատ լավ կազմակերպած էր, մի խոսքով միջավայրը շատ լավն էր ու սուրտ էլ չէր, ճիշտ է, ծովի ափին էր, քամի կար մի փոքր, բայց շատ լավ եղանակ էր։ Մի խոսքով տուն վերադարձանք։ Ոչինչ, մենք նորից մի անգամ կգնանք էլի, ոչ միայն այդտեղ, այլ մի քանի տեղ անպայման երեկոյան կգնանք, քանի մինչև հունվարի 6-ը կա։ Հունվարի 6-ը այստեղ 3 թագավորների օրն է, այդ դրանից հետո ամեն ինչ արդեն վերջանում է, փակում են։ Տեսակ միջև այդ գնացել էինք հայկական խանութ, լավաշը վերցրեցինք, հիմա լավաշը կտրատեմ, այդպես դնեմ սառցա խցիկ։ Կտրատած տոպրակների մեջ առանձին կդնեմ ու սառցախցիկում կպահեմ։ Այստեղ բամիա վերցրեցինք, հիմա ցույց տամ։ Առանձնապես բան չվերցրեցինք, բացի լավաշը, այս երկու պահածոները վերցրեցինք, փոքրիկ վարունգ էի ուզում, չկար, ասած վերջացել է աշխատողը, ուրիշ տեղից կնայենք, եթե չէ մերկադոնայի վարունգը կառնենք։ Ուղղակի ռուսականը, մեր հայկականը շատ համով է լինում, ավելի քան մերկադոնայինը։ Այստեղ, չգիտեմ, հաջող է թե չէ, բամիայի մարինատ վերցրեցինք, ռոյալ էինք վերցրել ուրիշ խանութից, հայկական շատ համով էր ռոյալը, չկար անեմ, մենակ բաններ, աջիկան է ռոյալի, Will Food, չգիտեմ, համեղա թե չէ, սա ենք վերցրել և այս տեսակի փոքրիկ լոլիկներ ենք վերցրել, սով եմ համեղա լինելու, լղքած չի լինելու, որովհետև մեկ-մեկ վերցնում ենք, մի տեսակ պինդ չի։ Այս երկուսն էր ընդամենը։ Հիմա լավաշը, ինչպես ասեցի, կկտրատեմ, կդնեմ սառցախցիկ, ճիշտ է, մեզ մոտ բավականին արդեն ուշ է, որ տուն ենք վերադարձել, բայց այստեղ ձույ եմ հանել, ուզում եմ մշնաբույնի խմորը պատրաստեմ, դնեմ սառցախցիկ։ Վաղը կամ մյուս օրը կարող եմ թխել, որ խմորը արդեն պատրաստ լինի, թխելը ավելի հեշտ է ինձ թվում է։
ավելի արագ, չնայած դրա մշնաբույնի ամենադժվար պահը քերելն է։ Ինչպես ասացի, մշնաբույնի խմորը անեմ, դա երևի առանց ձեզ կանեմ, իմ ալիքում ունեմ արդեն պատրաստած մշնաբույն, ձեզ հետ միասին չեմ պատրաստի։ Պատրաստեմ, դնեմ սարցախցիկ, մյուս օրը կքերեմ, քերելն է մի քիչ դժվար ճիշտ է, կքերեմ ու կթխեմ։ Դա որոշել եմ դա անել, երևի էկլեր կսարքեմ, ոչ թե երևի էկլեր անպայման, կամ մյուսը, կամ իրիսկա, կամ պսիչի մալակո, ինչ-որ տես մի բան, ամիկադո եմ ուզում սարքեմ։ Մի խոսքով, տեսնենք ինչ եմ պատրաստում, բայց խմորը հաստատ այսօր կանեմ ու կդնեմ սարցախցիկ։ Երևի ես ձեզ այսքանով հրաժեշտ եմ այսօր ու ձեզ ասեմ, ինչպես միշտ մնացեք խաղաղ ու բարյավ, կհանդիպենք հաջորդ վլոգում, անչափ շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս, մի մոռացեք լայքեք տեսանյութը եւ ինչ որ մի գոնե մի սմայլիկ մեկնաբանություն թողեք, շատ կարեւոր է դա ինձ համար։ Բաճիկ եմ անում բոլորիդ ու ասում եմ հաջողություն։